Զենք մաքրելուց հետո հերթափոխ ենք իրականացնում, անձամբ հետևում եմ ես հերթափոխին, զենքի լիցքավորման, լիցքաթափելուն։ Կրսեր սերժանտ Հայկ Սայադյանը բանակային դիրքի ավագն է, գիտի այստեղ ամենակարևոր գործոններից մեկն անվտանգության կանոններին հետևելն է։ Ինքն ու ծառայակից ընկերները դիրքում ապահովված են կենցաղ կացարանային պայմաններով, անհրաժեշտ գույքով, ռազմամթերքով ու սննդով։ Անգամ ազատ ժամերին հնարավորություն ունեն զբաղվելու ֆիզպատրաստությամբ։ Զինվորներին մնում է միայն ամուր պահպանել միջանձնային հարաբերություններն ու պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Բանակային դիրքում ամենակարևորը պետք է ընկերական լինել իրար հետ, այստեղ մեկ ընտանիք է, եթե դիտորդը կամ հերթափոխ կատարողը հոգնած է լինում, անձամբ ես եմ օգնում, ես եմ իրան փոխարինում, որ ինքը մի քիչ ավելի շատ հանգստանա։ Հնարավոր միջանձնային ու կարգապահական խնդիրները բացառելու նպատակով ռազմական ոստիկանության ծառայողները պարբերաբար այցելում են բանակային դիրքեր, անակնկալ շրջայցից ու իրենց վերապահված ստուգումներից հետո անհատական զրույցներով ու բացատրական աշխատանքներով զինվորներին հորդորում են ծառայությունը կազմակերպել բացառապես զինված ուժերի կարգապահական կանոնագրքին համապատասխան, խիստ ուշադրություն դարձնել նաև անվտանգության կանոններին։ Հաճախ բանակային դիրքերում է լինում նաև ռազմական ոստիկանության վարչության անձնակազմը։ Իդեմս ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի։ Պարոն գեներալ-մայոր, դատակ իրականացնում է պետական սահմանի։ Բանակային դիրքում շրջայցից հետո ռազմական ոստիկանության պետը զորամասի հրամանատարից հետաքրքրվում է, թե ինչպես ու ինչ հաճախականությամբ են կազմակերպում սննդի ու ջրի մատակարարումը, արդյոք առատեղումները ձմռան ամիսներին խոչընդոտ չեն դառնում։ Ես վերջին 3 տարին ամենալավ ձմեռը այս տարի ա եղել։ Չենք ունեցել անգամ հերթափոխի օրը միտեղ, որ մեքենան թե սնունդը, թե անձնակազմը չկարանա հասցնել։ Մարտսանագրել է պետք, որ անցնող տարիների ընթացքում մենք բավականին լուրջ առաջխաղացում ունենք պայմանների հետ կապված, ծառայության որակի հետ կապված եւ այնպիսի խնդիրներ, ինչպիսին մենք արձանագրում էինք տարիներ առաջ, այսօր այդ խնդիրներն այլևս պատմություն են դարձել։ Զորամասի հրամանատարական կազմն ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչները անմիջական զրույց ունեցան նաև հերթապահություն կրող անձնակազմի հետ։ Ծանոթությունից կարճ հարցուպատասխանից հետո գեներալը զինվորներին հորդորեց այս կարևոր առաքելությունը կրելիս առաջնորդվել զինվորական կանոնագրքերով, հիմքում ունենալով ընկերության գաղափարը։ Ընկերները իրանք իրար մեջ բան չունեն կիսելու։ Ընկերները կարողանում են իրար հասկանալ, կես խոսքից հասկանալ, հայացքով հասկանալ իրար։ Ձեր ամեն քայլի համար դուք պատասխանատու եք։ Այդ պայից սկսած ինչ համազգեստ ենք կրում, մեր ամեն մի արարք ունի հետևանքներ։ Ավանդույթի համաձայն հանդիպման ավարտին ռազմական ոստիկանության պետը բանակային դիրքում առավել պատրաստված ու աչքի ընկած զինվորներին հանձնեց պատվոգրեր, շնորհակալություն հայտնելով կարգապահ ծառայության համար։ Օրվա ավարտին գեներալ-մայոր Զաքարյանը զորամիավորման հրամանատար գնդապետ Սիմոն Նազարյանի հետ հանդիպում ունեցավ զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների հետ։ Հիշեցնելով պաշտպանության նախարարության այս տարվա կարգախոսը, սպայական կազմին հորդորեց շարունակել արդյունավետ համագործակցությունը բանակում հանցավորությունն ու քրեածին բարքերն իսպառ բացառելու նպատակով։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։